Գնացինք դեպի ծով։ Շահած տանենք ինչ անենք։ Պես մոտանին է դիլտ է։ Զարդեղեն թողենք տունը, հելանք, ճամպա, բենզին լծենք, ու եթանք մավաժան։ Այսօր եթանք հազատ տեղ։ Ամեն անգամ նույն տեղը չտանք։ Այսօր ուրիշ ուղղության վրա ենք եդում։ Եդում ենք դեպի Էլեպսինա, դեպի Կորինթոյի կոնը, Մուրադը, Արմենը, Բելգիայից, Բելգիերը այս ճամփով գնաց եկել են քանի օր ստեղ էին, ընտանիքներով, հետ գալիս էին այս ճամփով, դարձել էր իրանց հարազատ ճամփ էր, անգիր հետում գալիս էին մենք Կորինթով գալիս ենք, այսօր որոշել ենք ետ կոնի վրա եթանք նոհանանք, ամեն անգամ մի կոնի վրա եթանք, նենց որ բանը, տարածությունը նույնն է, բայց մենք ունենք ավելի կարճ կոմը, որը որնի 7-10 կիլոմետրը, բայց դա չենք եթում, դա թողում ենք տուրիստներին, ովքեր որ ապրում են հենց այդ տարածքում, որ իրանցը տեղը ազատել են, մենք հիմա ավտոն գնացնենք, 15-20 րոպե ավել կքշենք, գետանք մի քիչ ավելի հեռու, որտեղ որ տուրիստները չեն եթում, հասանելի չի իրանցը։ Կիսվում ենք էլի, տուրիստ և բնակիչ կիսվում ենք տարածքների վրա, միտեղ չաղաքենք։ Հիմա ժողովուրդ այսի դե պլատնի ճամփեն հա, բայց մենք գետանք կողքով, տակով անցնում ենք, ետ մենք այդ գյուղաքաղաքը ավանատիպ տեղով ծովափնյա ենք, կողքով գետանք, որտեղ հարմար լինի ծովափը, ընդեղ էլ կլողանանք, Արտյոմ աղբերն ասում ենք գնացեք երրորդ թունելից ենքով լավ մլիաշկա, բայց այդքան երկար չարժի ժամանակ կորստել, հիմա ժամը 5-ն է, գետանք որտեղ հարմար է, այսօր այդպես կլողնանք, մյուս անգամ գետանք ընտեղ։ Հիմա այս կողքով, այդ ներքևի բնակիչների համար անվճար է, ասենք որ չմտնեն այս պլատնի ճամփեն, անվճար եթում են, ու պրիտոմ դաժե կարաս եթաս դուրս գաս ու ուզում ես տաս այս ճամփով, որ վճարում չանես։ Տենց այս վճարումների հետ միասին էլ եմ ասել, կա անվճար տարբերակը։ Հիմա խոսքի ասենք Երևան լեննական ճամփն որ վճարով լինի, պետք է ունենաս մի հատ էլ անվճար տարբերակը, որ մարդիկ ընտրեն անվճար տարբերակը, եթե չեն ուզում, այնի սենց գյուղերով կլինի, ռայոնի քաղաքներով, տենց կլինի։ Այս վճարովին արագ հասնել ունենա։ Հիմա այս բնակիչների համար ես ոնց որ իրանց ճամփին անվճար տարբերակով հասնում են իրանց բաները։ Բայց ստեղ են հետաքրքիր։ Այլ ընտրանքային ճանապարհ։ Հովային ստեղ էին դառնել, ով գիշեր այս պատմությունը, ով մի հատ լացուկոց էր դրած երեխեքի տերեմ, տարեք երեխեքից պայեք չգրեք, որ գրեին 3000 եվրոյի գրեին։ Բայց դա շատ շուտ։ Դա շատ շուտ էր, բանի գրուզավիկ իրեն մեբելեր առեք, դիվանի միրվանի, դրել էր վրան, ստեղ կայնստում են, ասում են, ես սխալ բաներ ես տանում, դոկումենտները հետ պակաս այսայինա, բալիկները տնվում են կապոտին, երեխեքի նկարները ցուցատալի, ասում են, դե գետակ երեխեքս պայեք, երբ ցկցան ջուրը։ Ջուրն է սա կողքը։ Ծովը։ Մի քիչ աշկերը լցում է։ 3000 եվրո չեն գրում խեղճտով։ Ծովի ջերի մեջ այս ճամփեն սենց գեղատեսիլ բանա ճամփա է, բայց դե շինարարություն են անում, ինչ-որ չգիտեմ ինչեր են անում, ոչմ բանը ու ալտերնատիվ ճանապարհն է, այլ անվճար։ Գիծ կա, պոեզիա։ Հա, պոեզի գծեր են հասածն։ Ու ստեղ շատ սիրուն է, բնակիչները իրանց ափը ունեն, ինձ հետաքրքիր տեղ է։ Հիմա մեզանից աջ, այդ սարի վրայով, այդ արագ ընթաց տրաս են, էլի։
Որը։ Էդը։ Կինոյ աննկարվել է, ինքը այդպես հիմնարկա է, հիմնարկի հայաթը, ձենց հիմնարկել նկարվել է, որպես հիմնարկի։ Մտել ենք գյուղի փողոցները։ 15 գյուղ։ Մեր գյուղերը, որ այդ մեզ, գյուղի մեջ չմտած, արդեն զգում ես, որ գյուղ ես այդ, բայց Յուղի հոտ է գալիս։ ստե չես զգում գյուղը։ Մենք հասանք։ Կայոջի դիկաս։ Հաց են ուտում, ներքևը լողանում են, բայց մենք նստելու տեղ կգտնենք, թե չենք գտնի, մեծ վայ գտանք, ոչինչ, արև էթմա մեկա, մեզ էտ էլ այրիք, ես աղջկա զոնտիկը գալիս է մեր վրա, ես աղջկա հովը գալիս է մեր վրա, եկանք, հասանք ծովը, շատ էլ լավ է, իսկը եղանակն է, լավ է, չէ լավ է տե, եսա կեթան էլի մեր եկած ժամը ուշ է, եսա բոլորն էլ եթալու են հաց ուտելու, մեր կուրիկն ասում է տիպ պետ չինձի վեցեք, ենք երեխեքը, Ստեղ էլ նստում ես ինչ զագաստվեցիր, էտա աղջի, Haman ու Համլետների մեջ։ Μου λαμπερό, ξύπνα κάθε όνειρο μικρό και τρυφερό. Άνοιξε τα χέρια σου, γέλα δυνατά. Η ζωή χαρίζει πάντα όμορφα φτερά. Καλημέρα. Στην καρδιά να χαμογελούν οι άνθρωποι σ' όλη τη γειτονιά. Տարիք ես տարբերությունը։ Վահագի Վարդանի։ Արմեն Դալիպա։
գնացինք։ Տակնա։ Թե սրա մեջ է, հեսա լավ գնանք մեքենան։ Հացավ այդ։ Անեսի դնենք մեքենան։ Դե ուրեմն գնացինք մոժան։ Գնացինք այժմ։ Լողացանք եւ երկու։ Լավ էր։ Այդտեղ մեր երեխեքն են։ Լավ էլ եղանակը։ Դա։ Տենում եմ, հա։ Մայրամուտ։ Մենք չեմ մնայինք մութ ընգնում էր։ Հենց որ քիչ են ելում, հանգիստ երեխեքը լողանում են, ծնողները կարում են, բերկային են, ժամը 8-ն է, 5-ը պակաս։ Եկանք հասանք, ընկանք խոսքով, հասանք տուն։ Լողցանք եկանք, մամա ջան։ Պարագնի ունես, թե բացանք։ Լողացան, այո, շատ լավ էր։ Տելևիզորի մեջ ազանա դուսը դու ես։ Հա։ Բաշո։ Բարով։ Էլի պերեցիր, լծեցիր ստե, Հիմա ուզում եմ բայց էսի է բաղը։ ժողովրդին, որ խոստացել եմ, համորեղենը սարքեմ, բայց մի հատ էլ կա, որ խոստացել եմ, էդ էլ մի ուրիշ անգամ։ Դե աջորդ 10-ին։ Հա, էսի Հայաստան եմ սարքել, ձմեռը, որ Հայաստան էինք։ Կոչվում է կապուչինո։ Էս ինչ է։ Էդի պետք չի։ Սա պետք է դնեի տեղը մնաց, մուրացա։ Ուրեմն։ Որ շատ երևա։ Հա, որ շատ երևա։ Չէ, շատ բան պետք չի, շատ քիչ պարագաներ է պետք, 6 հատ ձու, ալյուր, 2 ճաշի գթալ սուրճ, հալվող սուրճ, նախապես մինչև ձուն հարենք, 2 ճաշի գթալ հալվող սուրճը ավելացնում ենք, մի փոքր էլ մեր կողմից ավելացնում ենք, մինչև սմետանի մեջ, սմետանի մեջ, թթվասերի մեջ, իրան խառնենք, որպեսզի լավ լուծվի մինչև խմորի մեջ ավելացնելը, ամենաառաջինը ես ենք անում, սենց, ընթացքում անդադ իրան խառնում ենք, որպեսզի լուծվի, եսի թողում ենք մի կողմ, Այդ գնաց։ կակաոն ավելացնել, 4 բաղադրիչները բոլորը խառնում ենք իրար, կակաոն ու սոդան, հիմա ալյուրը մաղած է, կակաոն հիմա այսա կմաղեմ ու կխառնենք բոլորը իրար ու անցնենք ձուն ու պեսոկը հարելուն, հարեմ, հենց վերջացնեմ, կմիանանք, ամենավերջում, իդեպ ամենավերջում նոր անգամ ալյուրը պիտի խառնենք նոր ձեթը, ամենավերջում ձեթը, ապեր ընթացքում ցույց կտանք, Լավ է։ լավ, վերջ, Ազատ ենք։ ազատ եք, եկել, ընթացքում կմիանանք, Երբ կլինի ուտելու։ այո, վաղս շատ ասի ես, Երբ կլինի ուտելու։ երբ կլինի, և հասկացա, Ա, չէ, երեկոյան, ասարճային, Դե տեսեք։ Սպասում ենք։ խոսք ենք տալիս, Այս ինչի մուրաբա է։ այդի ջեմը կարելի ասել, Հա, ջեմը, ճիշտ է։ Սա շնոր բան է։ Այս լավն է։ Այլև սենց ուտել։ Ինչը վաղ կուտեմ։ Պաստոն չէիր խապում։ չէ, բայց ինչ խապեն, Որ դիմաղ ես։ բայց ժողովուրդ սարքեն հետո չլինի ասենք սութա խոսում,
Խափել հոնա։ Փաստորեն մաղելու ես։ Անպայման։ Ալուրը մաղել է ճիշտ ասած կշռելուց 250 գրամ ալուրա, չափաբաժինը մեկնաբանությունների բաժնում կտեղադրենք։ Ենուսին տվեցի, հա տեղադրեմ։ Հա, Տեղադրել եմ։ հա, բիսկվիտ կեքսերին։ Հա, Ես չեն խա։ ուղարկել եմ, ես չգիտեմ տեղադրել եմ։ Կարող չեմ տեղադրել։ Բայց ոնց տեղադրել էի, հա, որտեղ էլի հարցնողը եղել է, ասից մեկնաբանություն։ Ազան տենակ ինչ ասա։ Մամա ջան։ Ինչ անում էր մերը։ Ազար բարի մամա ջան։ Տանավար մերի Փարսադյանն, հավեցեք մերը դες սիրով կսպասար։ Ազար։ Ռեկոմենդ գրի։ Քույրիկ։ Ունենք մենք նմանատիպ հայկական ճաշ, որը կոչվում է այլազան։ Պարզապես այլազանի բաղադրիչները մի փոքր այլ են։ Ինչ ենք անում։ Սոդա։ Սոդան էլ ենք ավելացնում ալուրի հետ։ Դες որ չեմ խափում։ Լավ, խառնում ենք իրար, սենց։ Հետո հիմա Բայց հիմա ես ձեռի միքսերով եմ անելու էլի, այն մեկը չեմ հավաքել եմ, չեմ ուզում որից հանել։ հետո հիմա լավ է նա որ խմորը հետո sense դնում ենք արևի տակ եփում է։ Եփում է, չէ, ճիշտ է։ Այնքան շոկ է հիմա։ Ուղղակի վաղագիս շատ է սիրում, վաղագիս խաթել, մեկ էլ որ ձեզ խոսք եմ տվել։ Հեսա վաղագին Ջան։ կանչեմ հետ նկարի։ Այդ Իրանյան ավեց։ Ահա, սուրճը։ Մի քիչ որ մնում է, հետո դու իրան լավ sense խառնում ես արդեն։ Հա, քաշի։ Օ, քեզ բան։ Խմորից էլ է տենց անշոտ գալիս։ Բայց չէի տեսել այս կամ որ կոֆեն լցեն ինչ որ Շատ համավարին է։ Հիմա ձուն, կակաոն հասկացան, կոֆեն ինչ է։ ձուն ու շաքարավազը միասին հարում ենք, ոնց որ անում ենք սովորական այդ տորթերի բիսկվիտները, տենց լավ պետք է։ Մեսի առանց միասին sense ծերով է։ Որ ձեն չլա։ Սենց մինչև եկուցես վաղ կանեմ։ Просто ցույց կտամ ընթացքում։ Ես այդքան ուժեղ չի, այն մեծն է ուժեղ։ Հետ ապրում։ Մեզ խղճացիր, դրամարանջատեցիր։ Ինչքան 15-20 րոպե, հա? 15 րոպե երևի, չէ՞։ Այդքան։ Պիտի լինի սենց թափվող խմոր։ Հիմա մեզ երբեք չի սիրի, ընթացքում վանելին եմ ավելացրել։ Լավ է։ Շատ լավ է։ Հիմա շարունակենք։ Սպասի մի հատ այդ խառնելու ապատկեն բերեմ։ Ոնց ասես։ Հիմա ավելացնելու ենք։ Սանջանը։ Մաքրենք, վրան չթողենք։ Ափսոս։ Ափսոս է։ Ես էլ մաքրեմ նոր։ Զգուշությամբ պիտի խառնենք։ Ցեյր միքսերի մեջ խառներ։ Տենց խառնենք կնստի խմորը։ Դե չի լինի հետո։ Խապելով։ Չէ։ Տենց խմորել կան, որ միքսերն է խառնում, բայց լավ կլինի մի Ինչ անունը։ քիչ համբերություն, կապուչինո, Հա կոֆեի կոֆեի համով, այ որտեղ է թաքնված գաղտնիքը։ կոֆեի ներկայացան գաղտնիքը։ Նախ ես ջրոց չեմ միացրել, դա լավ չի։ Հատական նախարակը։
Դուխովկեն։ Արա տակնալ ինչ է։ Չէ, պիտի լավ տաքանա։ Մաման ուր է։ Մամ։ Ինչ սախնեմ Վոլմյանը։ Չէ, պիտի մեջից հանեմ ուտելանի։ Լավ չի լավ ուրեմն, չկպավ։ Ոչ լավ, հեսա կնասեմ։ Հեսա ուժերի տակ միացնեմ, շատ կտաքանա։ Ձեթը լցնելուց կարող եմ մի փոքր խմորը նստի, բայց չի խմորի։ Երեք ամենակ 4 անգամից պիտի խառնենք, մի անգամից չենք խառնում, չնստի խմորը։ Կհանդիպենք, ասեմ, ձեթը խառնելուց, ձեթը ավելացնելուց է։ Փոխեց գույնը։ Դե մուքացավ արդեն ինքը, հիմա լցնենք ձեթը, 150 գրամ ձեթ է, բայց ասեմ, որ ես 120 գրամ եմ, ժողով ջան անկեղծ, 120 գրամ եմ լցնում, շատ չեմ լցնում, ինձ թվում իմ կարծիքով ինքը մի քիչ շատ է 150 գրամը սրա համար, հիմա պիտի սենց ինքը առանձնանում է, մի տեսակ երևում է թե խմորը փչացավ, բայց տենց չի էլի։ Դրա համար սրանով եմ խառնում, որ ինքը ավելի շուտ հավասար զանգված սարքի։ Ուրիշ հեսա վերջացնենք ու լցնենք սինիի մեջ թխվի։ Ես մի հատ լիստ եմ սարքելու, կտրելու եմ, անեմ 2 հատ իրար վրա դնեմ, եթե ուզում եք հենց ինքը սինիով մեծ լինի, 2 հատ լիստ կարող եք անել, կրեմն էլ 2 չափաբաժնի համար սարքեք, ինչքան որ տված է բաղադրատոմսում։ Մեր համար էսի հերիքա, որովհետև Վահագնն է հիմնականում ուտում, Նիկոն էլ այդքան բան չունի, Վահագիս համար։ Վերջ, արդեն ինքը հավասար է։ Տեսնենք ինչ է լինում։ Ամպելություն ապետ։ Բայց այնց անուշ հոտ է գալիս, իսկական։ Կանում ամբա։ Նիկոն այսենց խմորն է ուտում։ Ասում ասենց ավելի համով է։ Հիմա սենին բերեմ։ Արևանները խալի են անել։ Լավան։ Coming pocket ծաղից։ Ես իլա ծռելա ջարդելա ինչ արի։ Ով։ Նա ես իլա ջաղելա եսա։ Ես տատին ջաղել կախելա։ Ենորվա 5 ռոպերանոց կամի պոտորիկը։ Տենդի արեստավորներին գործաբացվե։ Քանի որ մեր սինին շատ մեծ է, ուզում եմ սենց անեմ, որ չկա այս վայրերից թափվի էլի։ Շպիկա կպրես ես։ Ճիշտ ես։ Որ լցնեմ, արդեն ինքը բան կլինի։ Ես այս կողմից կլցնեմ, որ ինքը
թողենք մեջը։ Իրան հարթեցնում ենք ու ուղարկում ենք և ֆելյուն։ Ես պետք է երկեմ 200 աստիճանի ներքով։ Ավա։ Ձեզ արցնի։ Հե։ Շատ գիտեմ։ Դու գալիս է գոհ ես։ Այո։ Անենք հանձնենք փեճի։ Փեճի դատի։ Հանձնենք հողին։ Մեր տելևիզորը մամաջան։ Մեղուներին անայում։ Փեճի։ Մինչև արդեն պատրաստ լինել է 20 րոպե, 25 րոպե նայած։ Այս ինչ է։ Рабочий термос сосаки. Рабочий термос, да. Вау. Չի փակվում է դուրը։ Մենք պիտի համել անենք բան օշարակ թրջելու համար, այսինքն ով կուզի, ես սիրում եմ, որ ավելի փափուկ է լինում, մի փոքր էփած խտացրած կաթ է պետք կրեմի համար, մեկ բան կա էփած խտացրած կաթ, կրեմ չիզ, տվարոժնի կրեմ, ռուսերեն ոնց որ ասում են, 200 գրամ, հիմա 300 գրամա մի քիչ կպահեմ, ես ես ամբողջ կաթից մի քիչ վերցրել եմ, որ գոլ ջրով բացեմ ու վրան ավելացնեմ 1-2 ճաշի գթալ կոնյակ, որ լինի սիրոպ, ասենց ասեմ, ժողովրդական լեզվով ասած։ Ես էլ ասեմ ուրա կոնյակն է կորում։ Ու եթե հանկարծ քաղցր չլինի, կավելացնեմ մի քիչ էլ սովորական խտացրած կաթ։ Դե արդեն կնայեմ խտացրած կաթի քաղցրությանն էլի։ Ու 250 գրամ էլ կարակ։ Այսքանը։ Հիմա կրեմը սարքեմ, մինչև սառի մեր խմորը։ Ես մի հատ բացեմ, հեսա մի փոքր ջրով։ Մի փոքր ասում մի 100-150 գրամ ջուր։ Շատ պետք չի։ Երման շուրակ։ Դարի։ 150 գրամ ջուրը։ Շատ պետք չի թրջել, որ խմոր լինի, բայց որ թրջում ես ինքը ավելի փափուկ է լինում բիսկվիտը, էլի չի լինում չոր, կուլ տալուց խեղդվես։ Ինչքան լցրեցի 100 գրամ լցրել եմ, լրիվ չեմ լցնի։ Վերջում, երբ որ արդեն թրջելուց կլինեմ, կավելացնեմ կոնյակը, որ կոնյակը չցնդի։ Հոտը մնա էլի խմորի մեջ։ Ուրիշ նորություններ։ Ուրիշ նորություն չունենք։ Կրեմն էլ պիտի կարակը լավ հարեմ, հենց սկզբիտակի, կավելացնեմ։ Երեխեք ջան, ես ֆուդ բլոգեր չեմ էլ, որ ասես մանրամասը նկարեմ, բայց բացատրում եմ ինչքան որ։ Լավ ես անում, լավ ես անում։ Հիմա 250 գրամ կարակը լավ հարում ենք, հետո գթալ կավելացնենք կրեմ չիզը, նորից էլի կհարենք ու հետո նոր խտացրած կաթը։ Այտենց, ընթացքում հարմար լինի ցույց կտամ, չէ արդեն ինձ թվում է պարզ է։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա մեր
խմորը արդեն սառել է։ Լավ։ Ես կիսեցի երկու մասի բաժանեցի, սենց աշկաչափով մոտավոր, որ իրար վրա դնեմ։ Կողքերը հավասարացրեցի, որ այդ փշուրը ավելացնեմ, վերջում լցնեմ խմորի վրա, երեսը, ու մի քիչ էլ երևի թե շոկոլադ կքերեմ, քերիչով կանցկացնեմ։ Հիմա այստեղ ավելացնեմ կոնյակ, կրեմն էլ արդեն մեր պատրաստ է, շատ համով ու շատ հավեսին կրեմ է լինում։ Ես այդ տվարոժնի կրեմը լրիվ չավելացրեցի, որովհետև շատ էր, մեզի պետք էր 200 գրամ։ Հիմա ինձ թվում է այլ հավաքելու պրոցեսը բոլորն էլ արդեն գիտեն։ Միացնեմ ու նորից էլի ձեզ ցույց կտամ վերջը։ Տենակ ես ասում մենակ ես ինչ է։ Ես փոչուրացրե։ Դե կտրեցի ինքը պիտի բարձր լինի։ Բարձր ասելով ինքը կիսում ես տենց ման չի, կամ պիտի երկու լիստ անես, երկու հատ իրար վրա։ Դնես մեծ կամ էլ սենց։ Հիմա այդ լավ է։ Դու գիտես։ Թող համով լինի, թող կտրած լինի, թող իրար վրա լինի։ Արևն էլ գնաց մեզ հաջող անելու։ Քայս է կամ։ 600 կես։ Ինքան որ շոք հա, կրեմը ահա որ թուլանում է։ Մեզ պետք չի լավ հարթացնել, որովհետև վրան փշուր ենք լցնելու կամ շոկոլադ ենք քերելու, այնց ինչ-որ։ Այսինքն ով ինչ կուզի, մարդկա հենց բանա գլազուրա սարքում գցնում, ով ոնց ուզում է, այս ճաշակի երեսի ձևավորումը։ Վերջնական մեր խմորեղենի տեսքը, էսա, այս կեսը, մի փոքր մասը իրա փշուրով եմ արել, այս կեսը շոկոլադ եմ արել։ Հիմա դնենք մի 2 ժամ, ամենակիչը 2 ժամ պիտի լավ սառի, որ այդ սիրոպը, կրեմը քաշի իրա մեջ, հետո նոր կիսելուց կնկարեմ էլի։ Նիկ, արի կտրում ենք։ Որից ես ուզում։ Որն է շոկոլադը։ Էսի շոկոլադ, սև շոկոլադը։ Շոկոլադ։ Շոկոլադը։ Նիկ մորթում ենք արդեն։ Դու քնեցիր հելա Նիկո, ահագին բան է։ Բայց լավն է։ Խոստումնալից տեսք ունի։ Տակը ֆոլգակ, հա։ Հա։ Ոչ չքերի ես ամանը։ Էդի փոքրին։ Մի կուտում ես։ Քաղցրը փոքրին, ջուրը փոքրին։ Կարող է։ Դե մի հատ ափսե բերքես։ Էդի իրան չէր։ Դու չես ուզում թե մեծակեզի էդի։ Դե կուտենք, չէ, դենց որ սկսակ։ Սկսա։ Հա։ Ես չեմ ուտում։ Դուք փորձեք ասեք։ Մամ, կուզես, մամ։ Մի հատ պատարակախ բերեմ, Նիկ չեմ։ Դիրսը խրատ ինչա։ Հա, պատարակախ։ Արևը մայր ամտել։ Ես դուքեր ես կանտա։ Էդի թող պապան դի դուջուրը։ Ես մեծ դուքեր։ Կտրի։ Այո։ Եվս մեկ։ Մեջը։ Կտրում։ Հոտը շատ անուշան։ Խոսում արից, հա։ Նենց կուտեի։ Եկել լավ ներմի, հեսա տանեմ քայլես։ Հելում եմ քայլելի չէ։ Անհնար է։ Ես իմ մածունը կուտում, հարիքը։ Ես մի 100 մետր ավել քայլեմ։ Չէ, չեմ փչացնի։ Համովա։ Խոստում եմ մեջ։ Բայց համով ամա։ Ստացվել է։ Ինքը համով խմորա։ Սերի ջրով։
Բայց դեր, Ցավա։ ապլուս։ Անուշ։ Բայց ես եմ էլի մասնակցել շիմենակույս։ Կարել է։ Դե բա, Քո գործ ավելի դժվար։ քիչ բաց։